Անցնենք առաջ դեպք, որը հանգիստ կարար պատահեր մեր իրականության մեջ։ Այս օրորտներ։ Վատ պայմաններ։ Ինչ։ Անասելի վիճակ։ Ինչ անասելի վիճակ։ Ոնց էր։ Ծերը ծերին։ Ինչ ծերը ծերին։ Ռախպրես ձեր կինոյանը ոնց էր։ Դժվար ապրուստ։ Մերնեմ քեզ, ես էլ կողերն եմ կրակում, ցավը տանեմ։ Ես ճիշտ եմ եկել, ես ուզում եմ նկարահանվել ձեր սերիալում, անունս Սմբոյա։ Իմ մասին երևի թե լսել եք։ Նստեք։ Ընկեր, ես չեմ նստում։ Այդ բատարենա նստում։ Սմբոն ուղագի բազմում է աթոռին։ Աստիկ ձեզ պետք է իմանա, Այո, իմ մասին պետք է շատ լսած լինեք։ Որտեղից։ Հերոստատեսությունից։ Այն ինչ-որ միտեղ նկարվում եք։ Ոչ, ցավը տանեմ, ես միշտ կադրից դուրս եմ եղել, գրեթե միշտ։ Բայց երևի թե դուք շատ եք լսել, բազմաթիվ հերոստատիտողների խնդրանքով կրկնում ենք, եթե այս ինչ հաղորդում Հա, իհարկե լսել եմ։ Այդ բազմաթիվ հերոստատիտողների ձախ կողմի չորրորդը ես եմ։ Ինձանից հետո են գտնվող են երեքին ես եմ ուղարկել այս ասպարեզ։ Ուղղակի մտածի որ արդեն ժամանակն է որ ես ներթափանցեմ դեպի այս աշխարհ։ Դեպի հերոստատեսություն, որ տարբերվի լավը վատից։ Բրատս։ Ինչ դերում եք ձեզ տեսնում, Սմբոյ։ Ինչ դերում, ասեմ մեռնեմ քեզ, այս դերում։ Այդ ինչ դեր է։ Ոնց ինչ դերա, լուրջ դերա, մեռնեմ քեզ։ Ես մենակ պետք է լուրջ դերեր խաղամ, ցավը տանեմ։ Հետաքրքիր էլի, այդքան սերիալ կա։ Այո։ Այսօր եթերում։ Ինչի որոշեցիք հենց մեծ սերիալ գաք, էլի, դիմեք այդ հարցով։ Գիտես ինչը դրթեց ինձ ցավը տանեմ։ Վերնագիրը։ Երբ որ առաջին անգամ լսեցի ձեր սերիալի վերնագիրը դժվար ապրուստ։ Հասկացա որ դա նովել է իմ կյանքի մասին։ Ծանր է եղել ընդհանուր։ Շատ։ Օրինակ ձեր մոտ ոնց է դժվար ապրուստը։ Օրը կես ժամ 2 շաբթից 5 շաբթի, չէ։ Այո։ Մեռնեմ քեզ։ Իսկ իմ մոտ դժվար ապրուստը ծնված օրվանից է։ Օրը 24 ժամ։ Շաբաթ կիրակին մեջը իր պավտորներով։ Բայց գիտես աբիդնին որն է, ցավը տանեմ։ Մի հատ հովանավոր չունեմ, մեռնեմ քեզ։ Արա 10 հատ հովանավոր ունեք, դրա դժվար ապրուստը որն է, մեռնեմ քեզ։ Արի, դուզ նստենք, կամ մոտդ փող կա, մեռնեմ քեզ։ Ինչի համար։ Եթե մոտդ փող կա, դուզ չնստենք, ստե իշտենք ջազվը նստենք, հանգիստ խոսանք, մեռնեմ քեզ։ Ոնց ասեմ, մի հատ էլ կոֆե կուլ կտանք։ Լուրջ դեր եկեք հանենք։ Դավայցի։ Ես ժամանակ չունեմ ինչ-որ տեղ գնալու։ Ուրիշ ինչ կերպար եք տեսնում, էլի։ Այն դողոնակը կերպար, ստյոպիկը, հա։ Որ սիրում է սյուսկային։ Այո։ Արախպրես ամեն օր հետևում եմ, էլի։ Այդ տղեն պատրիատ ախպրես, այդ աղջիկան բզկտում է, խփում է ախպրես, շոր հալածում է, շոր տանջում է, բզկտում է կամ ճտում է ախպրես։ Սիրուն չէ, էլի մեռնում քեզ, սիրուն չի նայվում, ցավը տանեմ։ Տղեն աղջկան ամեն օր բզկտի ու տփի։ Հա, Ինչ ես առաջարկում։ Սիրուն չի։ Ինչ ես առաջարկում։ Որա մեռնում քեզ, առաջարկում եմ։ Ստյոպիկին կինոյից հանում ենք։ Ընդհանրապես։ Ընդհանրապես։ Ես գալիս եմ ստյոպիկի տեղը։ Մի օրում։ Ախպերս, մի դուբլով։ Կայնում եմ սյուսկայի դեմը։ Մի հատ տոճիչնի գլխով իշտում եմ դեմքին թեմա փակում ախպեր։ Մեռնեմ քեզ, թե չէ սիրուն չի նայվում, ախպեր, տղեն աղջիկ, այն էլ աղջիկան, արա ամեն օր տփի արա։ Մեծ տոչնի իշտեմ ապրես չէ, թեմա փակում կզի գնա մեռնեմ քեզ, չէ խոսի։ Չէ։ Շատ լավ դերասանուհի, այդո սյուժեով է տենց պետք, ինքը մեզ պետք է, տենց հարված բան չէ։ Այլ տարբերակ։ Հերոսուհու մաման։ Անայդ։ Հա, տիկին Անայդ է։ Ախպերս, այդ կինը մի քանի կոպեկի համար գնում է ինչ-որ տները մաքրում բան, չէ, ախպերս փողի համար։ Այո, ծանր է դե։ Արա մեռնեմ քեզ, ես գամ, կադրից դուրս պետք չերևամ։ Ախպերս օգնեմ այդ կնոջը։ Տները մաքրենք։ Արա իմ հասանելի փողը տվեք, սիրուն գնամ, մեռնեմ քեզ արա։
Արա կին ախպերս մեղքը, արա ոնց ասեմ արա։ Գլուրը աշկերիցը սարսուկ է գնում այդ կանչում։ Մեռնում։ Այդ սյուժեով է տենց, այդ սյուժեով է տենց, որ ինքը իրականում չի մաքրում։ Հա, ախպերս։ Հա, ասված։ Բա իրականում ինքը ո՞ս կարա մաքրի։ Հա, մի բան ասեմ, ապա դոմիկի մեջ միշտ եք լինում։ Նկարում ենք գնում ենք։ Արա կարա գիշերները տակ ինձ է դոմիկը։ Ինչի համար սա։ Արա աբրեմ մեջ մեռնեմ քեզ։ Ախպերս Նոր եկել էր ուզում եք կինոյում խաղայր։ մեռնեմ քեզ։ Այստեղ արդեն խնդիրը փոխվում է ցավը տանը։ Եվ Այստեղ արդեն ես չեմ խաղում։ Այստեղ արդեն դոմիկն է խաղում։ Դոմիկին չա խաղում։ Ոնց։ Դոմիկը մեր դեր է խաղում իմ կյանքում ցավը տանը։ Մեծ դեր։ Մեծ, շատ մեծ դեր է խաղում իմ կյանքում ցավը տանը։ Սենց ասեմ քեզ, այդ դոմիկը գալիս արդեն առաջի պլան։ Օթելլո, Լիրարքը, Համլետ, ես մնում ետնա բեմում ախպերս։ Բոլոր ծափարությունները դոմիկին մեռնեմ քեզ։ Արա գոնե կրիշ կնի ախպերս, սմբոն կրիշ կունենա գլխի վրա։ Պատ կրիշը դոմա սվայիվո։ Չոգը մեզ մեռնեմ քեզ։ Սմբոն այսօր մնալու Կինո նայ, կինո նորմալ նայ, ես գիտես հերոսներին, դերասաններին, խաղը։ Արա ախպերս, հա գիտեմ, ասեմ մի բան էլի մեռնեմ քեզ։ Մեկ հերոս կա, շատ է դուր ես գալի։ Բանը շատ լավ կարծիք է գալի։ Նոյի տապան։ Ով։ Արապետ համարսանի դասախոս է Նոյի տապան։ Նոյի պապան։ Հա, տապան։ Ես էլի կողերը կրակեցի գնացի դեպի առասպել էլի Նոյի պապան ապեր ընտիր կաստինգ է կարե այդ դերասանը միշտ ախպերս խզարել է։ Սավաջան։ Իշքան եք տալի իրան։ Այդ հիմա սցենարը տալիս ենք, օրը 8 էջ։ 8 էջ տալիս Հա ենք։ մեռնեմ քեզ, հա ցավը։ Լավ, հələ գցենք մի պահ գտանք կերպարը, ու ինչ որ Ինչ ասիր։ Հələ մի հատ է կրկնի։ Կրկնի ինչ ասիր։ ասում եմ գցենք կերպար գտանք։ Գցե կարա։ Սմբոին գցե կարա։ Չէ, խոսքի մեջ նկատի Արա սմբոնո բանտաշ չի որ գցե կարա։ Սմբոնո պրծած զաշիկալկա չի որ գցե կարա, այս ինչեր ես խոսում։ Սմբոին գցողը չի ծնվի արա։ Սավաջան, գցենք թե, նկատի ունեմ գցենք թե, խոսք շարունակ։ Թե լավ ասի թե։ Կներես։ Մի պա։ Հա, Ապրիցից դուրս եկա կներես դրա համար։ Գցենք թե կերպարը գտանք։ Այո։ Ինձ հետաքրքիր է, գումարային էլի ախորժակը, ինչքան ես պատկերացնում։ Աշխատավարձի մասին խոսքը։ Բամսեկան։ Ախպերս, եթե դե դոմիկը տալիս եք մնում եմ մեջը, օրն էլ մի անգամ սնունդով, ընդեղ ախպերս ամսական 10,000 դրամ, 2 հատ էլ տեսարան ախպերս սաունայում աղջիկների հետ։ Առանց ռեժիսորի ստոպի ինձ թվում է 10 րոպեում գացցնեմ։ Հալա 8 րոպե ախպերս, նես չի որ 8 րոպեում Ուրիշ գացցնեմ։ բաներ ես խոսում արդեն։ Եկել ես ստեղ ուրիշ բաներ ես խոսում։ Ախպերս, լավ, ենթադրեմ, չգիտեմ ոնց ասեմ քեզ։ Արա մի բանը ուզում եմ օգնեմ։ Չէ, Արա խոսքի Չէ, դերասան պետք չի մեզ։ Ռեժիսոր, Ունենք։ օպերատոր, Կա։ Звуковик, Պետք չի։ Световик, Ունենք։ Помреж։ Կա։ Кстати, это ինչ է։ Ռեժիսորի օգնական։ Продюсер, Ունենք։ Световик, Չես կարա։ Техник, Ունենք։ Сантовик, Կա։ Հումորային դաթար անցանք առաջ։ Տնորեն, ախպերս, տնորեն։ Ես եմ։ Սմբո, հաճելիա, մեռնում քեզ։ Վարորդ, Այ, վարորդ պետք է։ ինձ էլ, ցավոք մեքենա չունեմ։ Անիմաս խոսակցություն ես էլ վաղվա սցենարը պետք է հասցնի բանին։ Դու գնում ես այսպես ասեմ, ես այստեղ հիշեցի Թումանյանի, Մեծն Թումանյանի քառատողը։ Մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչորից հերթով գալիս անց են կենում։ Մեր չորրորդ կան դե։ Ընկերս նախ Թումանյանեն կարգի մեծությունը, որ իրան կարելի է 3 տողից էլ հասկանալ։ Երկրորդն կիսվեմ էլի քո այդ աղբես, այդ 4-րդ տողը ոնց է գրակի ժամին մեռնեմ քեզ, սենց ճղեցի, այդ էջն էլ հետ էլի աղբերս։ Սենց կլուրը կարեցի, սենց թքեցի մեր առաջին ստաց դասանում էլի, Անժելայի մազերի մեջ աղբերս ու տենց չասցրեցի սովորեի 4-րդ տողը։ Անժելան էլ ամուսնացավ գնաց Ռուսաստան իր հետ անելով Թումանյանի 4-րդ տողը։ Եվ այդպես չասցրեցի։ Ջան, անիմաս թեմաներ, հաջողություն։ Ես գնում ես մեռնեմ քեզ։ Չէ, դու ես գնում, Սմբո ջան, դու ես գնում։
դարձյալից չհասկացաք։ Այո, Ոչինչ եղբայրս։ Ես կգնամ։ գնացեք։ Խնդիր չի, բայց մի վարքյան մեռնեմ քեզ։ Այո։ Ուրեմն վերցրու այս տոմսերը։ Հունիսի 8-ին եւ 9-ին Պարոնյան անվան թատրոնում կգաս ու կտեսնես, թե դու այսօր ինչ մեծ դերասանի բաց թողեցիր։ Ես գնում եմ, դու մնում ես։ Կյանքն է այդպես հիրավի։ Այսօր կլինի, վաղը կլինի, պաշին տենաս բարևի։ Չէ, ես ուրիշ բան, եթե դիկտատոր դու եք գալ։